Եվրոպայի խորհուրդը վերջապես ընդունել է նոր բանաձև։ Ստրասբուրգում նախօրեին ընդունվել է ԵԽԽ վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը անվանումով բանաձև, որտեղ Հայաստանի վերաբերող հատվածում վեհաժողովը մտահոգություն է հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայ առաքելական եկեղեցու առաջնորդների միջև լարվածության, ինչպես նաև այն հաղորդագրությունների առնչությամբ, որոնք վերաբերում են եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրություններին։ Բանաձևը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։ Վեհաժողովը բանաձևում անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին և սպասվող ընտրություններին։ Այս համատեքստում ընդգծվել է երկրում քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացումը և պիտակավորումը։ Բանաձևում նշվում է, թե 2018-ից ի վեր Հայաստանում կայացած 3 ընտրությունները զերծ են եղել խախտումներից, ուստի վեհաժողովը վերահաստատում է պետական միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը։ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները, ապահովելու համար, որ ընտրարշավը լինի հարցերի և քաղաքականության հիման վրա հիմնված և զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից, նշված է հրապարակված բանաձևում։ Ադրբեջանի վերաբերող հատվածում վեհաժողովը մտահոգություն է հայտնել ոչ միայն երկրում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման առնչությամբ, այլև անդրադարձել է Ադրբեջանում պահվող 23 հայ ձերբակալված անձանց խնդրին և կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայերին։